Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում կայացել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը։ Անվստահ մեկնարկից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը կարողացել է բեկում մտցնել ու մրցաշարն ավարտել բարձր նոտայով։ 9-րդ տուրում թիմը 3-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Վրաստանի Ինտրանու նկատմամբ։ Այս հաղթանակից հետո մեր թիմը վաստակած միավորների թիվը հասցրել է 13-ի։ Նույնքան միավոր ունեին նաև Ֆրանսիայի և Հունգարիայի հավաքականները, որոնց մեր ընտրանին գերացանցել է լրացուցիչ ցուցանիշներով։ Հունգարացիները դարձել են բրոնզե մեդալակիր։ 8 տարվա դադարից հետո Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Ռուսաստանի հավաքականը վաստակելով 15 միավոր։ Հայաստանի կանանց հավաքականը 10 միավորով 11-րդն էր։ Կանանց պայքարում նույնպես Ռուսաստանի հավաքականը դարձել է չեմպիոն վաստակելով 17 միավոր։ Լևոն Արոնյանն ու Հրանտ Մելքումյանը Իսլանդիայից անմիջապես մեկնել էին Գերմանիա, Սերգեյ Մովսիսյանը Չեխիա։ Կանանց հավաքականն ամբողջական կազմով վերադարձավ հայրենիք։ Հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անհաջող մեկնարկից հետո թիմը հանգստի օրվանից հետո կարողացավ բեկել ընթացքը։ Հայաստանի ընտրանին հաջորդ 4 խաղերից հաղթեց 3-ում։ Մասնագետը նաև նշեց, որ վիճակահանությունը հաճախ է անակնկալ մատուցում։ Արդեն երկրորդ տուրում բաժին էր հասել Ֆրանսիայի հավաքականի պես մրցակից, որն էլ խառնեց խաղակարտերը։ Մրցաշարից առաջ զգում է, որ թիմը բավականին լավ մարզավիճակում է եւ դա ստացվեց, քանի որ իհարկե շատ թեժ պայքար էր, մենք վրիպեցինք հենց հաղասկզբում Ֆրանսիայի թիմի հետ, բայց հետո կարողացանք հավաքվել եւ միջև վերջը պայքարում ենք մեդալների համար։ Հանգստի օրից հետո որոշեցինք, որ պետք է բոլոր մյուս հաղերը ինչ որնի հաղթել եւ նենց ստացվեց 3 հաղ 4 հաղից տարանք, միայն Ռուսաստանի հետ ոչ ոքի, բայց եւ հաղթանակները շատ վստահ հաղթանակներ էին։ 3-1, 3-1, որը ցույց է տալիս, որ արդեն թիմը ոնց էր հունի մեջ է մտել եւ ինձ որ մի երկու տուրեր շատ լներ կարող է պատահի ավելի լավ լիներ։ Արշակ Պետրոսյանն անդրադարձավ հավաքականի բոլոր խաղացողներին, առանձնացնելով հատկապես նորեկ Հրանտ Մելքումյանին։ Հրանտը ճանաչվել էր լավագույնը 3-րդ խաղատախտակում։ Իհարկե Հրանտ Մելքումյանը երկրորդ ելույթն էր թիմում, այս անգամ շատ հաջող էր եւ ասեմ նա դարձավ իհարկե ոնց կասել լիակատար Հայաստանի հավաքականի անդամ ու շատ լավ հանդես եկավ, պլյուս 4 հավաքեց, դա շատ բարձր արդյունք է եւ գրավեց առաջին տեղը իր հաղատախտակի վրա։ Շատ հաջող էր եւ Գաբրիել Սարգսյանի ելույթը, որը շատ կարեւոր հաղթանակ տարավ Գրիշուկի դեմ Ռուսաստանի Ֆեդերացիայի թիմում։ Հավաքականի նորեկ Հայաստանի գործող չեմպիոն Կարեն Գրիգորյանի մարզական կարիերայում Եվրոպայի թիմային առաջնությունն առաջին խոշոր մրցաշարն էր։ Եվրոպայի առաջնությունը իհարկե շատ դժվարին մրցաշար էր, շատ ուժեղ թիմեր էին խաղում, մենք մրցեցինք շատ ուժեղ թիմերի հետ։ Նախավերջին խաղում հաջողվեց չպարտվել Ռուսաստանի հավաքականին եւ դրանից հետո հաղթանակով մենք կարողացանք ամրապնդել մեր դիրքը լավագույն եռյակում։ Մենք միշտ տրամադրված էինք հաղթական եւ մենք անգամ այդ իրավիճակում վստահությունը չկորցրեցինք եւ հավատացինք մեր ուժերին մինչեւ վերջ, ինչը եւ կատարվեց։ Գրիգորյանը նշեց, որ գլխավոր նպատակն է չեմպիոն դառնալ հունվարին կայանալիք Հայաստանի առաջնությունում եւ ամրապնդել տեղը Հայաստանի հավաքականում։ Արեն Մկրտչյան, Արթուր Ղահրամանյան, Առաջին լրատվական։